Ռամադանի ընթացքում կրակում էին, հետո մի քանի օր հանդարտվեցին ու հիմա էլ շարունակում են կրակել։ Խոզնվարի ղեկավարն է պատմում։ Կրակոցները նույն ձևին, նույն ժամերին լինում է։ Որ ժամերին են լինում։ Ժամը 10-20 բան սկսում է։ Երեկոյան 10-20-ից սկսում են կրակել։ Հա, 10-20, 12-20, 3-20 կամ պես։ Տևականությունը ինչքան է, երկար են կրակում։ Հա, չի կարող եմ 5-10 բան պուշտ։ Մերոնք պատասխանում են, թե իրենց կողմից է միայն։ Ոչ մի անգամ։ Իսկ ի՞նչ տրամադրություն է գյուղում։ Ժողովրդական մատիրագործին իրեն բնական հունով իրենց աշխատանքներն բան չկա, որ ասեմ վախեցած են, խառնում են։ Արդեն մի քանի օր է նա կրակում է Սյունիքի ուղությամբ, կրակում է քաղաքացիական բնակչության բնակելի գյուղերի ուղությամբ, չքմեղացած ու նաև ռեժիմով կեղծիք տարածելով, թե հայկական կողմն է կրակում։ Ինչ հարց է լուծում Ալիևը, որքան Իրանը զգաստ է ու զինանոցը թիվ 1 պատրաստության է բերում, սպասելով Միացյալ Նահանգներից հարվածի, այնքան Ալիևը ակլորացած զենքի փողը ուղղում է դեպի Սյունիք։ Դատելով միջազգային ընդհանուր իրավիճակից, ադրբեջանական կողմը այս պահի դրությամբ դեռևս չունի հստակ պատկեր, թե ինչպիսի արձագանքներ կլինեն տարբեր դերակատարների կողմից, եթե իրենք գնան ագրեսիվ գործողությունների։ Խոսքը իհարկե ավելի լայնամասշտաբ գործողությունների մասին է։ Այս կրակոցները մի կողմից ուժի սպառնալիքի կիրառում են, մյուս կողմից նաև նպատակ ունեն հասկանալու տարբեր մայրաքաղաքներից եկող հնարավոր արձագանքներ, որպեսզի իրենց հետագա գործողությունները պլանավորեն։ Բաքուն հիմա նաև տնտեսական խոճապի մեջ է, նկատում են մասնագետները։ Նավթի գինն այստեղ կտրուկ է անկում ապրում։ Հիմա նախնդիր ունի նաև սեփական տարածքում հանդարտություն պահելու ու հերոս ակլորի իր դերի մեջ էսկալացիոն ֆոնն էլ պահում է։ Ուղիղ իր վերահսկողությամբ աշխատող պետական TV-ով Աստծո ամեն օրն է հայատյացություն սփռում։ Մեծ վերլուծական կոչվող թողարկումով պնդում են, թե հարկավոր է միջազգային հանրությանը համոզիչ բացատրել, որ հայկական կողմը խաղաղության չի ձգտում։ Ադրբեջանցին ասում է, հայերը գենետիկորեն խաղաղասեր չեն։ Genetik kodunda sülh adlı heç nə yoxdur. Նրանց գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչության, վանդալիզմի, զավթողականության ու ցեղասպանելու ցանկություն։ Հետո պնդում է անում, թե հայերը թայմ-աութ են վերցրել ու պատրաստվում են նոր պատերազմի։ Ամենևին չի խոսում իհարկե այն մասին, որ հայկական կողմը ասում է պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Շրջանցում են նաև առաջարկը հրադադարի խախտման հետաքննող մեխանիզմ ստեղծել, կիրառել քննել տոտալ լռություն է։ Այս ուղղությամբ քայլ չեն անում։ Ավելին, իրենք կրակում են ու Ադրբեջանի արտգործնախարարությունն այս օրերին Հայաստանին մեղադրում է ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումների, նաև հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։ Ստերի ֆանտաստիկ շարք է իհարկե, բայց բեմականացման բեմն ավելի են բարձրացնում, պարզաբանում պահանջելով Երևանից։ Ինչ խոսք, մաստեր կլաս է, կեղծավորության։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։